Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Անանյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Հրանտ Անանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Անանյան։ Բարև ձեզ։ Ինչպիսին է ձեր տպավորությունը փաստաբանական գրասենյակների էքսպոյի մասին, որ համարի ներքո է տեղակայված ձեր գրասենյակը։ Մեր տաղավարը գտնվում է թիվ 20 համարի ներքո։ Տպավորությունները շատ հետաքրքիր են, շփման նոր հնարավորություններ էր ձևավորվել, այդ թվում նաև հենց մեր փաստաբանների միջև, որտեղ առավելապես փաստաբանական համայնքն ու իրավական համայնքներն մասնակցում էքսպոյին։ Հասցրել եք արդեն շրջել գործընկերների տաղավարներով, հասցրել եք ընդունել այցելուների եւ տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Այո, իհարկե։ Շատ լավ, կխոսեք մի փոքր կայացման եւ զարգացման մասին գրասենյակի, որքան տարիների պատմություն ունի գրասենյակը ոլորտում։ Ես փաստաբանական գործունեությամբ զբաղվում եմ 2011 թվականից եւ գրասենյակը այս անվանման ներքո ստեղծան գործում է 2014 թվականից։ Աստիճանաբար բնականաբար ընդլայնվել է գրասենյակը, թիմը եւ մենք հիմա արդեն նոր տարածքում ենք գտնվում, նաեւ գրասենյակի փոփոխություն է կատարվել, ավելի ընդլայնված տարածքում ենք տեղակայված, հենց ընկերության սեփականությունը։ Որ ոլորտներին է առավել շատ անդրադառնում գրասենյակը, որ ոլորտներով են փաստաբանները առավել մասնագիտացած։ Առավելապես քրեաիրավական ոլորտը, բայց նաև քաղաքացիական, վարչական, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով մասնագիտացած ենք եւ ունենք լուրջ հաջողություններ։ Ինչ եք կարծում, էքսպո ցուցահանդեսը որքանով է արդյունավետ եւ քաղաքացիների համար եւ փաստաբանական գրասենյակների։ Ես կարծում եմ ավելի շատ ներկայացված լինելու տրամաբանության մեջ էր այս էքսպոն եւ ես կարծում եմ եւս մեկ անգամ, առերեսվելու հնարավորություն է սեփական խնդիրների հետ, նաև մրցակցության տեսանկյունից ըստ էության ձգտումների, չգիտեմ, խնդիրները շտկելու հնարավորություն է նաև ինքը։ Այսինքն մրցակցության ձևավորման համար էական նշանակություն ունեցող գործոն է հենց էքսպո ցուցահանդեսը։ Ինչ հնարավորություններ է նախատեսում ձեր գրասենյակը քաղաքացիների համար անվճար իրավաբանական խորհրդատվության իմաստով եմ հարցնում։ Դե անվճար խորհրդատվություն բնականաբար տրամադրում ենք էքսպոյի շրջանակներում եւ ոչ միայն։ Իսկ առհասարակ գրասենյակը կարող է օրինակ քաղաքացին իմանալ, որ ձեր գրասենյակից կարող է հայցել իրավաբանական խորհրդատվություն, չլինելով օրինակ հանրային պաշտպանի գրասենյակի շահառու եւ չունենալով բավարար ֆինանսական միջոցներ հայցելու փաստաբանական ծառայություն։ Ընդհանրապես մեր գրասենյակի մոտեցումը այն է, որ շատ անհատական ենք մոտենում, այսինքն եթե գործը հեռանկարային է իրավական իմաստով եւ նաեւ անձի ֆինանսական հնարավորություններն էլ բավականին համեստ են, եթե մենք համոզմունք ենք ձևավորում, այդ հարցի շուրջ շատ անհատական մոտեցում ենք ցուցաբերում եւ շատ ավելի ըստ էության մաչելի պայմաններ ենք դրա համար առաջարկում, որպեսզի ըստ էության անձը չմնա առանց իրավական պաշտպանության, հատկապես որ խնդրի լուծումը մենք տեսնում ենք այդ բանը։ Շնորհակալություն շատ, պարոն Անանյան, ձեզ մաղթում եմ գեղեցիկ եւ դրական օր։